Սպառնագին ուղիղ խոսք, Հայաստանը քարտեզից ջնջելու խոստումներ, վտիտ բռունցքի թափահարություն։ Ահա այսպես է Ալիևը գնում դեպի խաղաղություն։ Հենց Երևանն ու Բաքուն մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության տեքստի համաձայնեցված լինելու մասին, միջազգային հանրությունը տեղն ու տեղը ոգևորվեց։ Դրական արձագանքների ու շնորհավորանքների տարափ էր։ Չէին սպասում թերևս, որ Ալիևը հետո դեմարշ է անելու նորանոր պահանջներ առաջ բերելու որպես ստորագրման նախապայման։ Մարտի 16-ին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլցը X-ում գրեց, թե խոսել է Ալիևի օգնական Հաջիևի հետ ու շեշտեց Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են արել առաջ եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի։ Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Ավելի ուշ, սակայն Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը ամերիկյան մեդիային ասաց, թե Միացյալ Նահանգները տեղին է համարում տարբեր հակամարտություններում միջնորդ դառնալը միայն այն դեպքերում, եթե ազդեցություն ունի ու հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում։ Մանրամասնեց այդ հաշվարկները վերաբերվում են իրանցիներին, ռուսներին եւ ուկրաինացիներին, նաեւ Ադրբեջանին ու Հայաստանին։ Ինչ է ուզում ասել Թրամփի բանագնացը, մասնագետները ենթադրում են, Վաշինգտոնը մեծ ներգրավվածություն չի ունենա Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում։ ԱՄՆ շահեր չունի։ Գոհունակության նոտայով էր նաև Մոսկվայի արձագանքը։ Փաշինյանը Պուտինին հեռախոսով տեղեկացրեց Բաքվի հետ համաձայնության մասին։ Իմացանք նաև, որ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ հաստատել իր մասնակցությունը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ողջունեց փաստաթղթի տեքստի համաձայնությունը։ Աջակցում ենք այս կարևոր քայլին, ասաց, վերահաստատում ենք մեր առաջարկը ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփման համար։ Գոհ են նաև Թեհրանը, Թբիլիսին։ Հիմա սակայն Ալիևը գրիչը չի վերցնում, համառում է, սպառնում, ով կզսպի նրան, ինչու չի ստորագրում։ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։ Ինքը ստորագրել է միայն այն փաստաթղթը, որը իրեն հնարավորություն կտա դա անել։ Օրինակ, եթե փաստաթղթում լինի ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը, եթե լինի Հայաստանի բանակի զինաթափման հարցը, ապա Ադրբեջանը երևի կստորագրի։ Անկարան Բաքվի կողմից է իհարկե ադրբեջանական պահանջները պնդեց Բաքվի հովանոցը դարձած։ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայի Քլեչը առաջինն արձագանքեց։ Նա ադրբեջանական ԱՊԱ-ին ասաց, թե Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման համար ներկա իրավիճակում նախադրյալներ չկան։ Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեր դիրքորոշումը այս գործընթացի վերաբերյալ հայտնի է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Ինչու է փակուղի տանում հիմա Բաքուն? Հայաստանի արտգործնախարարությունից ասում են, Ադրբեջանը միշտ է մեկ քայլ առաջ արել, պրովոկացիաների դիմել ու երկու քայլ հետ գնացել։ Նոր գործելա ոչ չէ սա։ Մյուս կողմից նայենք արձագանքներին։ Այժմ արդեն 58 երկիր ողջունեցին այդ գործընթացը, շատերը նշեցին Հայաստանի կարևոր դերը այս հարցում եւ 10 միջազգային կազմակերպություններ։ Մենք նաեւ հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման շուրջ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռևս չկար արձագանք։ Ահա այսպես, Բաքուն գործարկել է բոլոր հնարքները խույս տալու ստորագրումից։ Ալիևը ամեն օր նոր պահանջ է դնում սեղանին ռազմական գործողությունների մահակը ձեռքին։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։